Բարի առավոտ սիրելի բաժանորդներ, աշխատանքի վայրում եմ, այսպես այսօր որոշել եմ աշխատանքային վլոգ նկարեմ, ամբողջ օրը առավոտից ժամը 10-ից աշխատում եմ մինչև ժամի 8:30 թե 9, չեմ հիշում։ Եվ այսօր ամբողջ ինչ անելու եմ, ամբողջը կնկարեմ, ցույց կտամ, գեղեցիկ գործերից թվում է կլինի, ես կկիսվեմ այդ ամբողջով։ Հուսով եմ հավանում եք այսպիսի վլոգներ և հետաքրքրությամբ նայում եք։ Առաջին հաճախորդս և այսպիսի գեղեցիկ ֆրենչ, գեղեցիկ համադրություն և բազան է շատ գեղեցիկ և ընտրված գույնը, շատ հետաքրքիր ստացվեց ֆրենչը։ Ինչ եմ օգտագործել ֆրենչի համար, այս բազան էգոյի, շատ գեղեցիկ է ինքը առանց ֆրենչի էլ է շատ գեղեցիկ բազա, այսպիսի վարդագույն կառալ խառը և գոձի այս գույնը, սա ֆրենչը, մի փոքր կամերան այսպես մուք է ցույց տալիս, ինքը մի փոքր բաց գույնի է, սա էլ ֆրենչը, տոպը սովորական էլպազայի տոպը։ Հիմա այս ամբողջը հավաքեմ և պատրաստվեմ մյուս հաճախորդիս, այսպես։ Երկրորդ հաճախորդս այսպիսի ֆրենչ էին կարել անցած անգամ և գեղեցիկ լանդիշ էին նկարել, ամբողջովին առանց կոտրվելու եկել է, շատ գեղեցիկ լանդիշ էր ստացվել և հենց տեսավ իմ եղունգների գույնը, որոշեց, որ ինքն էլ պետք է այս գույն անի, չնայած, որ ինքը նախօրոք ուղարկել էր, որ ուրիշ գույների մեջ պետք է անեինք։ Դե ինչ աշխատանքային օրս ավարտվեց, գործիքներս ախտահանեցի, հիմա լցնում եմ, որպեսզի չորանա և որպեսզի վաղը կամ դնեմ սոխաժարի մեջ, այսպես։ Համարյա արդեն ժամը 8-ն է, 5-ը պակաս ես վերջացրեցի, արդեն լավ մտնել է, գնամ տուն, լավ հոգնած եմ, գնամ հատ սուրճ խմեմ և անցնեմ գործի, տեսնեմ ինչ եմ անում, խմորանում եմ փախլավայի, թե թողնում եմ վաղվան, տեսնեմ ինչ եմ անելու, եթե խմորանեմ անպայման իրար հետ կանեմ և այս վլոգում կլինի, դե ինչ, հիմա գնում եմ և տեսնենք այսքանով կավարտեմ վլոգը, թե էլ ինչ-որ բան նկարեմ։ Վերջացրել եմ արդեն այսօր էլ աշխատանքս, երևի ցույց տամ պատվերներս և եզրափակենք այս վլոգը, բնականաբար խարտոսներ, մի տուփ արդեն բացել եմ, ուպակովկան 100 հատ է, մի հատը 50 հատ է, մեկը բացել եմ, այս մեկը մնաց, սրանք ուղղակի չգիտեմ ինչ արագությամբ է վերջանում, հեսա մյուս օր գնալու եմ Վոլգոգրադ, հետ գամ անպայման 500 հատով պատվիրեմ կամ 1000 հատով, որ անդադ ունենամ։ Այս անգամ կրաֆտ պակետներս էլ վերջացել, մկրատների համար և ֆրեզաների համար, սովորական ֆրեզաներին այս չափն եմ վերցնում, 60-ը 100, իսկ սովորական մկրատների համար, եթե չեմ սխալվում, 80-ը 150-ի եմ վերցնում կամ 100-ը 150-ի, միշտ այդպես եմ վերցրել, մկրատները ուղղակի փակ պետք է դնեմ, որովհետև երկարությունը թույլ չէր տա, ու տեսա մի բլոգերի մոտ այս չափի կրաֆտ պակետ, որ կարելի է մկրատը այսպես ամբողջովին տեղավորել մեջը, դեռ չեմ բացել, որովհետև գնացի վայելվերիս արագ եկա և հաճախորդս արդեն սպասում էր, այդպես չեմ էլ փորձել, հիմա կփորձեմ, տեսնեմ մկրատն ամբողջովին տեղավորվում է մեջը, թե ոչ։ Այո, շատ ընտիր տեղավորվեց և ուպակովկան է բարակ, սուխաժարի մեջ երևի մի 6 հատ,
իմ սուխաժարը GP 10-ից է, GP 10 մոդելն է, երևի 1, 2, 3, 5 հատ, այսպես գնամ փորձեմ, երևի մի 5-6 հատ տեղանի, չէ, 1, 2, 3, 4 հատ տեղ կան, իսկ սովորական պակետները 3 հատ է տեղանում, այս իսկ թվում է ավելի հարմար է, սա այսպես, և այսպիսի կախիչներ են պատվիրել, 2 հատ, այս ուպակոխան 2 հատ է, ինք այսպես ամրանալու տեղ ունի, մեկ այս տեղի համար, որ այդ ոնց են ասում պալատենչիկը, բումաժնի պալատենչիկ, թղթից սրբիչներ, հա, երևի այսպես ասեմ, չգիտեմ ճիշտ ասած ոնց են ռուլոնով բումաժնի պալատենչիկները, որ խփում մեկ էստեղ, մեկն էլ հարկավոր է բաղնիքի համար, սա կդնեմ հիմա տուն կտանեմ, սա այստեղ հիմա կփակցնեմ, նաև ճիշտ է արդեն օգտագործել եմ, կարելի ասել վերջանալու վրա է, վերջանալու չէ, բայց ամենայն դեպս կեսը արդեն օգտագործել եմ, նոր գել, հենց իմ եղունգների գույնն է, իմ եղունգների գույնն է հենց, ինչա մեջ են գել կարմիր, սա, երևի ոնց արդեն երրորդ օրն է, որ եղունգները սարքել եմ, երրորդ թե չորրորդ, ով գալիս է այս գելից է ուզում և այս գելով եմ անում, երևի արդեն կեսից շատ է օգտագործել եմ այս գելի, այսպես է կոչվում շիմեր համար 4, այս գելերը, որ շատ են իմ դուրը գալիս, շատ եմ հավանել, ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չի տալիս, ացլոյկան ընդհանրապես չի տալիս, դրա համար կարելի ասել իմ գելերի կոլեկցիան ամբողջովին մոյ հրայա, նաև այս փոքրիկներն էլ պատվիրել, գույները տեսնելու համար, թե ինչ գույներ են, այս գիտե ինչ գույներ, ուղղակի ինձ մեծն էր հարկավոր, մեծ չկար նալիչի, որ պատվիրեի, դրա համար փոքրն էլ վերցրեցի, մինչև որ կլինի, սա հին գելը, մեկնել այս գույնը, իրենք շատ լավ գույներ են, պետքա մեծը պատվիրեմ արդեն, այս նոր դիզայնն է, սրանք հներից են, այս վարդագույններով է, այնտեղ մի փոքր, մի փոքր արդեն ունեմ ագենտներ, նույնպես վատը չեն լավն են, բայց սրանք ավելի լավն են, լակրե, ուղղակի իրանք գնային առումով մի փոքր թանկ են, այդպես, հիմա հավաքվեմ, պատրաստեմ և գնամ խանութ ու գնամ տուն, համեկ էլ ես նոր գույնը չգիտեմ ցույց եմ տվել թե ոչ, այսպիսի գեղեցիկ գույներ, իրենք պերլամուտրովի են և հենց գելը վիկլատկա անում ես, իրենք հենց այսպես ուզորներ են անում, մալոչնի և ռոզովին, բայց կա բիրուզովի, ֆիալետովի, նրանք նույնպես պետք է գնան, սա գելերի գույներն է և այսպես ինչ հավաքվեցին և գնացի տուն, վաղնել եմ աշխատում, վաղը վերջին աշխատանքային նոր սա չգիտեմ կնկարեմ, միգուցե նկարեմ ավելացնեմ այս վլոգին, այդ իշկս կարմրել է, արյուն է լցվել, երբ որ պիդիկյուր եմ ունենում շատ, աչքս արյուն է լցվում, չգիտեմ մի խոսքով վաղվա աշխատանքային օրներ կգցեմ սրան թե ոչ, դա արդեն ընթացքում կտեսնեք, եթե գցած լինեմ, ապա շարունակությունը կլինի, եթե ոչ, ապա կավարտեմ այսօր։ Որոշեցի սորել նկարեմ, բարև ձեզ, նոր օր ամեն մոտ, որոշեցի սորել նկարեմ, գցեմ աշխատանքային վլոգին,
նոր մի անգամից մատերովից անեմ։ Հիմա իջնում եմ աշխատանքի, մինչև ժամը 7-ը, մինչև ժամը 7-ը աշխատում եմ, բայց մի աղջիկ էլ գրել է այսօրվա համար ուզում եմ երեկոյան, չգիտեմ, տեսնեմ, եթե համաձայնվի ժամը 7-ին կգա, իրան էլ կգրանցեմ, կվերջացնեմ ժամի 9-ին և պետք է կամ հավաքվեմ, որովհետև առավոտյան գնում ենք Վոլգոգրադ, հավաքվեմ, պատրաստվեմ, մի խոսքով երեխաները տուն են մնալու և իրանց պետք է ուտելու բան պատրաստել, թողնեմ այդ մի քանի օրվա համար, այնպես։ Արդեն աշխատանքի վայրում եմ, արագ-արագ գործիքներս տեղավորեցի, հիմա միացնեմ սուխաժարը։ Այստեղ ժուրնալներն են, երբ որ ուզիմոյկայի մեջ եմ մաքրում, սրա մեջ եմ գրում և սա սուխաժարի ժուրնալն է, սրանք անպայման լրացնում եմ ընդեղ էլ որկայի ժուրնալը, այս ամբողջը պետք է լինի անպայման։ Այստեղ էլ տեղավորեմ կրաֆտ պակետները, և սպասեմ հաճախորդից։ Եվ առաջին հաճախորդս էլի նորից իմ եղունգների գույնը, նորից այս գելը։